Եթե մեր ժամանակներում բժիշկների անգամ ամենաբարդ մասնագիտական գործողությունները ընկալվում են որպես սովորական երևույթներ, ապա ռազմի դաշտում բժշկի յուրաքանչյուր վիրաբուժական միջամտություն չես կարող այլ կերպ, քան մեծագույն մարդասիրություն որակել։ Արցախյան ազատամարտի տարիներին քիչ չէին այն բժիշկները, ովքեր մարտի դաշտում կռիվ էին տալիս հայրենի երկրի խաղաղության և միևնույն ժամանակ պայքարում մարդկային կյանքի համար։ Հիպոկրատյան երդմանը հավատարիմ նրանք իրենց հոգու ու խղճի պարտքն էին կատարում։ Ժամանակին մարտադաշտից տարհանում վիրավորներին, կազմակերպում նրանց առաջին բուժօգնությունը, ինչպես նաև խաղաղ բնակչության բուժ սպասարկումը։ Արցախյան ազատամարտի միջով անցած մարտիկ բժիշկներից շատերն այսօր էլ հայոց բանակում են, հայրենիքի պաշտպանի կողքին։ Նրանցից մեկն էլ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանն է։ Բուժվագից փոխադիրեցի ռազմաբժշկական ֆակուլտետ։ 2 տարի ուսուցումից հետո ավարտեցի ռազմաբժշկական ֆակուլտետը, ծառայել եմ հակաօդային պաշտպանության զորամասում որպես բուժծառայության պետ 3 տարի, որից հետո անցել եմ կլինիկական օրդինատուրա եւս 3 տարի եւ այնուհետեւ շարունակել եմ աշխատանքը կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Գևորգը դեռ ուսանող էր, երբ բռնկվեց պատերազմը։ Նրա ուսանողական տարիները, այսպես ասած, համեմվեցին վառոդի հոտով։ Գևորգի համար պատերազմը դարձավ կենսակերպ, քանի որ դա ուղղակի պատերազմ չէր, այլ պայքար արդարության համար, պայքար հայրենի հողի վրա ազատ ապրելու իրավունքի համար։ Մասնագիտական կրթություն ստանալուց համար ամենամեծ ազդեցությունը ունեցել եմ մայրիկիս առողջությունը։ Առողջական խնդիրներ ուներ, հիմա էլ շարունակում են իհարկե, եւ հասակը չեմ հիշի, պատանեկան հասակում իմ մեջ կտրուկ որոշում առաջացավ, որ ես բժիշկ պիտի դառնամ ու մայրիկիս բուժեմ։ Գևորգի կինը Քրիստինեն եւս բժիշկ է, ատամնաբույժ, 3 երեխաների մայր։ Ընդհանուր առմամբ դե բժշկի կյանքը այնպիսին է, որ օր ժամ այդպես չկա, այսպես ասած հանգստի օր, ժամեր, գիշեր, ցերեկ, դա բնականաբար այդքան հաճելի չի ոչ երեխաների համար, ոչ կնոջ համար, բայց մենք վաղուց հարմարվել ենք նման ռեժիմի, այսպես ասած գիտակցաբար են մոտենում, իմանալով թե ինչի համար այդ ամեն ինչը, բնականաբար իմ ընտանիքից ես շնորհակալ եմ, որ իրար լուման ունի նաև իմ աշխատանքի հաջողության մեջ, որտեվ երբ որ ընտանիքում լարվածություն է թեկուզ այդ առումներով, դու ամբողջությամբ չես կարողանում գործիդ նվիրվես։ Ես կարող եմ շաբաթներով տուն չգնալ, երբեմն ստիպված ենք այդպես անելու ու հանգիստ լինել, իմանալով որ սիրով կսպասեն ուղղակի առողջ ամփորձանք տուն գալուն։ Հայրիկը մասնագիտությամբ բժիշկ է, սակայն զինվորական համազգեստ է կրում։ Գևորգի երեխաների համար սա առայժմ փոքր-ինչ բարդ է ընկալելը։ Սակայն տարիներ անց նրանք անշուշտ կհասկանան, որ թե բժիշկը, թե ֆիզիկոսը, թե մանկավարժը եւ առհասարակ յուրաքանչյուր հայ անհատ իր մասնագիտությամբ կամա թե ակամա ծառայում են հայրենիքի շենացման ու կայուն զարգացման գործին։